Եվ ես ուզում եմ ի պաշտոն է, Ժողովուրդ ջան, չնայած հրապարակվել է, բայց կարդալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը, Նարեկ Սամսոնյանը հոդվածների շարք է սկսել։ Նարեկ Սամսոնյանը 8-10 Չէ, հոդված է սկսել, շատ հետաքրքիր հոդված Արմավիր ՔԿՀ-ից, որը ձեզ ներկայացնելու եմ ամբողջապես։ Բարի երեկո, մեզ շատ սիրող եւ հատկապես չսիրող մարդիկ, Նարեկ ջան, ես արդեն ասել եմ, շարունակում եմ։ Ինչպես արդեն տեղյակ եք, Վազգենն եւ ես հերթական քաղաքական հալածանքներին ենք ենթարկվում։ Ուղղակի այս անգամ ճակերտների մեջ գործի աբսուրդայնության աստիճանը տասնապատիկ բարձր է, իսկ ռեպրեսիաների ծավալը չի սահմանափակվել մեզանով եւ հասել է անտիֆեյկեյեմ կայքի փաստացի փակմանը։ Նարեկ ջան, լավ կլներ, որ իմանայիր իսկապես, որ տենց այդ փաստացի փակումը կարճ տևեց եւ միշտ ապիկ, շարունակի։ Հա, շարունակում եմ։ Այո, սիրելիներս, A1+ ալիքի փակման մասին մինչ օրս ոցաշունչ ելույթներ ունեցող Բորենիների խմբի պարագլուխը 3 փաստացիկ ասացրել է անտիֆեյկեյեմի գործունեությունը, արգրավելով ամբողջ տեխնիկան, ներառյալ բարձրախոսները, շտատիվները եւ տեսախցիկները։ Սա նիկոլական Բորենիա խմբի կողմից խոսքի եւ մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների նոր հանգրվան է, որն ապագայում վստահաբար ներառվելու է Բորենիա խմբի քրեական գործերի հատորյակներում։ Կարճ կուզեմ անդրադառնալ մեղադրանքի կոնկրետ ինձ վերագրվող հանցանքին։ Ես մեղադրվում եմ 18+ սրտի հիվանդություն ունեցողներին դուրս, խնդրեմ։ Ես մեղադրվում եմ հետույք բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ։ Քննիչ Գորդավցյանը հետույք բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս եւ ես այսօր Արմավիր ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար։ Այս փոքրիկ դրվագը պատմում եմ, որ պատկերացնեք մեզ հրապարակային շանլակոտներ անվանած եւ հաջորդ օրը դրա հրապարակային պատասխանը ստացած ստահակի փոխշոգությունը եւ ՀՀ քննչական մարմինների սրանց ձեռքերում մասնագիտական ինքնասիրության նսեմացման շարունակական ակտերով պատանդ լինելը։ Ինչևէ, Ալեն Սիմոնյանի թե բարոյական, թե քաղաքական կերպարն այս դրվագով չի փոխվում։ Ընդամենը դրան գումարվում է մինչև այս արվածներից մի սանդղակ ավելի ցածր դրվագ։ Բացի Վազգենին եւ ինձ կալանավորելուց եւ անտիֆեյկեյեմը տեխնիկայից զրկելուց, Բորենիների խմբակը ձերբակալել է իմ թիմակիցներ այս պարագայում մարտական եղբայրներ լրագրող Դավիթ Ֆիդանյանին եւ իմ օգնական միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանին։ Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է, նշեմ, որ նաեւ Դավիթն է նամակը գրելուց հրապարակելուց հետո ազատվել էլի, վերադառնում եմ տեքստին։ Վստահ եմ տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում այս Բորենիների խմբակի կողմից ռեպրեսիաների ենթարկվելու փաստը եւ գոտեպտման խոսքերի կարիք չունեն։ Այս մասը բաց թողնեմ, որտեղ Դավիթին է ուղղված, Դավիթը արդեն ազատ է արձակվել։ Շնորհակալ եմ նաև Դավիթի եւ Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին Վարազդատ Հարությունյանին եւ Կարլոս Ավակյանին, ես անձամբ նույնպես միանում եմ շնորհավորականը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անցնող 2 օրվա ընթացքում մեր թիմին եւ մեզ աջակցող բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սամվել Թադևոսյանին, որն իր միջոցներով գնել է անտիֆեյկեյեմի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ Մեր մյուս հովանավորներին անչափ զգացված եմ ձեր բոլորի աջակցության եւ պատրաստակամության համար եւ վստահ եմ հիմա էլ ավելի մեծ եռանդով եք աջակցելու մեր թիմին։ Մեր եւ մեր ընտանիքների մասին վստահ եմ, կասկած չունեք, որ մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում եւ սրանից միայն կոփվում եւ ուժեղանում ենք։ Մեր ընտանիքները եւս սրանից չեն վախենում կամ կոտրվում։ Վստահեցնում եմ բոլորիդ, որ մերոնք ամենապինդն են կանգնած մեր կողքին, ծնողներից, կանանցից մինչեւ մանկահասակ երեխաներ։ Բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ենթարկվում այս զրկանքներին եւ ապագայում պատմությունը տալու է թե մեր եւ մեր ընտանիքների, թե մեզ ռեպրեսիաների ենթարկող Բորենիների խմբակի քննիչ դատախազ դատավորների գնահատականը։ Համենայն դեպս ես գիտեմ, որ միշտ իմ երեխաների աչքերին բարձր գլխով եմ նայելու։ Չգիտեմ օրինակ այս օրերի մասին իրենց երեխաներին ինչ են պատմելու այս քրեական աբսուրդի տակ ստորագրածները, բայց վստահ գիտեմ, թե ես ինչ եմ պատմելու երեխաներիս։ Պինդ մնացեք եւ շարունակեք կռիվ տալ այս Բորենիների խմբակի հայրենավաճառության եւ դավաճանական գործողությունների դեմ, մեր սերունդները չպետք է կորցնեն իրենց հայրենիքը։ Հետգրություն։ Տեղեկացա, որ Արմքոմեդիի Կիրակնորյա եթերը դեռևս պաշտոնապես չի չեղարկվել։ Հիշեցնեմ, որ Կիրակի օրը Արմքոմեդիի տղաների հյուրը Ալեն Սիմոնյանն է, որի սուտ մատնագրի հիմքով ձերբակալվել են անտիֆեյկեյեմի լրագրողները, 2 ամսով կալանավորվել ենք մենք եւ փակվել է անտիֆեյկեյեմը։ Այսքանից հետո Ալեն Սիմոնյանին եթեր տրամադրել եւ ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի եւ այդ ստահակի գործողությունների արդարացում։
Հուսով եմ մեր գործընկերները հաշվի կառնեն այս ակնառու իրողությունները եւ իրենց եթերը չեն կեղտոտի մարդկանց հայհոյող եւ դրա պատասխանը ստանալուց հետո բռնել տվող եւ մեդիա փակող սրիկային եթեր տրամադրելով։ Նարեկ Սամսոնյան, Արմավիր ՔԿՀ, 14-11 2025 թվական։